Հայաստանում խորհրդարանի հերթական ընտրությունը հետևյալի մասին է. Քաղաքացիները քվե են տալիս գործող իշխանությանը, թե Քոչարյանին, երկու օլիգարխներին՝ Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին։ Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։ Գագիկ Ծառուկյանը գործարար է, որը ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Կուսակցության ղեկավար է։ Սամվել Կարապետյանը գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար եւ փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Եվ սա օլիգարխիկ դասական սահմանում է։ Հիմա մենք կարող ենք, չգիտեմ, լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են ինչ է նշանակում օլիգարխ եւ բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի եւ կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության։ Ռուբինյանը շեշտեց, իշխող ուժը հանցագործություն չի տեսնում տարբեր ուժերի միավորման մեջ, բայց հանցագործություն է կաշառակերությունը։ Հետևաբար, եթե կրկնվի Գյումրիի սցենարը, ընդդիմադիրները հանդես գան առանձին բլոկներով, բայց հետո միանան ու իշխանություն դառնան, արդյունքը վատ կլինի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է ընտրությունների գնալ մի քանի բլոկով եւ համագործակցությամբ հեռացնել այս իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից եւ Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի երկրորդ սցենարն է։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկը հմեկի եթերում հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի սցենարի կրկնությունն է, բոլորը կարող են գնալ, չալարել, գտնել, տեսնել, բառացի, դրանք արված են։ Եվ հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։ Եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետևաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարտիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպիսի իշխանություն են, եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Դիտարկմանը թե իշխանությունը անհանգիստ է, որ ընդդիմությունը կարող է միանալ, Ռուբինյանը շեշտեց։ Բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի վարկանիշով։ Այդ առումով անհանգստություն չկա, բայց ես կարծում եմ մեր քաղաքացիները պիտի իմանան ինչ է կատարվում քաղաքական դաշտում, նրանք պիտի իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով, ոչ 37 թիվն է, ոչ էլ ԿՊ խոճապի մեջ է։ Մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն թեկնածուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաև պնդում, որ Գյումրիի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրիի երկրորդ սցենարի մեջ։ Դե առնվազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Նա կարծում է հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը պետք է այրի բոլոր կամուրջները Ռոբերտ Քոչարյանի եւ ռուսաստանցի օլիգարխի հետ, որպեսզի ազգային ժողովը դառնա նորմալ բանավեճի տեղ։ Մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին։ Հիշեցնեմ, մամուլում լուրեր էին տարածվել, որ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինը պսակադրության ժամանակ ամուսնական զույգերին ասել է. «Կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ԿՊԱ-ական չլինի»։ Ռուբինյանը 3 Սաղմոսավանք էր այցելել եւ պարզաբանում պահանջել Տեր Օշինից տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ես քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել, ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի
եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը դեպ ոչ միայն քահանաները ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն պարտավորեն խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, ոչ թե Քոչարյանի եւ օլիգարխների շտաբում Քոչարյանին եւ օլիգարխը Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։